Բարև։ Լավ ասպասերս լույսը բացվել է նոր ես եկել։ Ում ես գործերս թե։ Յուրի, շատ զգուշ խոսա բարերը թանգարց քո համար ճակատագրական չդառնան։ Ես լեզուտ շատ է երկար է։ Աչքից բռնեմ լեզուտ կտրեմ։ Մինչև կտրել այդ կհասցնեմ տականք խնամուտ հետաքրքրությունը բավարարեմ։ Ինչ է զառանցում է։ Ջեպկիրով ես ինձ ահ տալիս։ Չէ, ջեպկիրն է ինձ ահ տալիս։ Իսկ ես չեմ պատրաստվում հանուն ձեզ բալայանների տերեխուս կորցնեմ։ Ու իմացի, որ այդքան էլ ապուշ չեմ, ինչքան որ դու ես կարծում։ Սպողուր։ Արեք շմակրոտ շնչենք կնքս։ Դե լվացվեմ գամ։ Արի։ Արա կարող է ջեպկիր հետ պայմանավորվել եք, գլխի սարկում եք։ Ես քեզ ասում եմ, ջեպկիրը երեխուս գողացել է։ Ու հիմա ուզում եմ ողջ ճշմարտությունն իմանա Անժելի մասին։ Ինչ ճշմարտություն է։ Այն ճշմարտությունը, որ մենակ ես, դու մեկ էլ Սպարտակ Յուրովիչը գիտենք։ Ջեպկիրը գիտի, որ Անժելը չկա։ Ու գիտի, որ դու ես իրան սպանել։ Դու լրիվ ցնդել ես արա։ Արա ես Անժելին չեմ սպանել, ոնց կարամ ես Անժելը սպանեմ։ Ջեպկիրը ուզում է իմանա, թե կոնկրետ ոնց է ամեն ինչ եղել։ Ինչպես նաև կոնկրետ փաստեր է ուզում քո դեմ։ Դու տվել ես չէ՞ փաստերը։ Չէ։ Առայժմ ոչ մի բան չեմ ասել, բայց ես ժամանակ չունեմ։ Ջեպկիրը ինձ ժամանակ է տվել մինչև առավոտ։ Ես իրան պետք է զանգեմ։ Իսկ ես պարտավոր եմ ճշմարտությունը պատմել։ Չեմ կարող լռել։ Այդ մի բանը դու չես անի հաստատ։ Կանեմ, Յուրի, կանեմ, որովհետև մեջտեղ երեխուս կյանքն է դրված։ Իսկ ես երեխուցս ավելի հարազատ մարդ չունեմ ես կյանքում։ Լսայի, Արթուրիկ, ինչ ես ասել Կարպիչին, ճիշտն ասա, որ ես իմանամ ինչ անեմ։ Չէ, ավելի լավ է դու չխառնում ես։ Տականքը կարող է երեխուս վնաս տա։ Դու բա որ այդքանը հասկանում էիր։ Ինչի է կարու պատմեցիր այդ ամեն ինչը, թե ինչ ա եղել։ Ինչի։ Որովհետև ապուշ եմ, այ դրա համար։ Այդ որ ապուշ ես վաղուց գիտեմ։ Ես քո աղջկան կվերադարձնեմ, դրանում կարաս վստահ լինես։ Այ ես քո ջեպկիր, արա դու լրիվ անաստված ես, արա դու։ Դու ինչ ճշմարտությունն ես ասելու, ինչ ես ասել Կարպիչին։ Մենակ են, որ գեներալը ինձ հանձնարարել է այդ գերեզմանը խնամել։ Ու մեկ էլ ինչ-որ երեխա է տվել, որ հանձնեմ մանկատուն։ Ես չէի կարող դա էլ չասել։ Ջեպկիր ինձ ներն էր գցել։ Երկած, հաց ուտելու ժամն եկել է, որ հետո չբողոքես, ասես ինձ ընդ լավ չեն նայել։ Ինձ քո տված հացը պետք չի։ Երբ հապավազ գալու ինձ տանի։ Վերկաց, ոնց թափեցիր, տենց էլ մաքրի։ Ինքդ էլ հավաքի։ Բայց ինչ անդաստիրակ լակոտ ես։ Լավությունն էլ չես գնահատում։ Հերախոսս տոր զանգեմ պապայիս։ Այդ հեռախոսը քեզ տվող չկա։ Շատ անես պապայդ էլ չես տենա։ Ես կփախնեմ ստեղից, դու ինձ երկար չես կարող պահել։ Մի անգամ փորձեցիր, տեսար ինչ եղավ։ Երկրորդ անգամ որ փորձես փախնել, սևդ կտամ։
Սարեք, ջեպքիրը պետք է հորս պակի, մենք այս ոսոպոս նստենք նայենք արա։ Եղավ էլի, բա ոնց։ Արթուրիկ, դու ինձ արդեն ջղայնացնում ես։ Արա կարող է աղջիկը ոչել Արթուրիկին, նա։ Դրա մայր սրտացավ չի։ Չհասկացա։ Արթուրի զանգին եմ սպասում, Յուրիկն է զանգում։ Ալո։ Ախ։ Էս ինչ էր։ Ինձ թվում է հուճուրի լույս աշխարհ գալու ժամանակն է։ Ալո։ Յուրեն մի գոռա, հա։ Ինչի՞ չես վերցնում։ Թե նպատակ ես դրել ինձ գերեզման հասցնել։ Յուրեն, հնարավոր է մի փոքր հասկացող լինես։ Ինչ հասկանամ է։ Ես քո նման չեմ, ես բալայանների կյանքով չեմ ապրում, իրանց չեմ սրբացնում, ու իրանց հետ կապված լրիվ հարցեր ինձ չի հետաքրքրում։ Ինձ իմ երեխեն է պետք։ Դու երեխուն կստանաս, Յուրեն։ Երեկվանից էդ ես կրկնում։ Անդադար էդ ես կրկնում, ինձ ոչ մի բան չի հետաքրքրում։ Իմ երեխեն ինձ այս վարկյանին պետք է, Արտուր։ Յուրեն, ես սպասում եմ, դու էլ սպասի։ Ժակլինի արև դու երեխուն այսօր կստանաս, անկախ ամեն ինչից։ Ես սպասում եմ, ուրեմն դու էլ սպասի, վերջ։ Ալո։ Ալո։ Հələ դու տես, վախից հեռախոսն անջատեց։ Ում եմ ես ավելի շատ ատում, քեզ, թե քո բալայաններին, որ ամբողջ կյանքս խորտակեցին, ոնց որ ստրուկ լինես, Արտուր։ Ստրկության շղթաները ձեռքերիդ ու ոտքերիդ գցած ես ծնվել, մեզ էլ հետդ քարշ ես տալիս։ Թե ասա առանց զգուշացնելու ուր ես դուրս եկել, հա։ Մամ, կարծես թե ցավեր չունեմ։ Հա, բալես, այդպես պիտի լինի, ցավերը բռնып թողնում են, բայց Սպարտակին պիտի տուն կանչեմ ապահովության համար։ Մամա, դու էլ վախտես կտե զանգելու։ Ալո։ Սպարտակ ինչքան պիտի զանգեն, որ պատասխանես։ Մամա ջան, էդ ինչ վռած գործա, որ այդպես կապած զանգում եք։ Էմիլիի ցավերը բռնել են։ Հա։ Եմ կանտողս ունենում, մամա ջան։ Գալիս եմ։ Մամա, գալիս եմ, հեսա հենց հիմա գալիս եմ։ Խառնվեց, ասեց գալիս եմ։ Մամ, բայց էլ ցավ չկա։ Դե ցավ։ Հետո կարող է էլի կրկնվի։ Հիմա որ սպոն գա, պիտի գնանք հիվանդանոց։ Էմիլի ջան, եթե կրկնվեց, անպայման գնալու ենք հիվանդանոց, բայց միջև Սպարտակի գալը մի հատ զանգենք բժշկին, հա։ Դու կզանգես, մամ։ Հա, ես կզանգեմ։ Մենակ թե տենց վախեցած մի նայիր։ Իսկ սպան ուր էր գնացել։ Չասեց, ավելի ճիշտ ես չհարցրեցի, թե ասա հեր ու տղա ուր են գնացել է։ Բայց ինչ բերան-բաց տղա դուրս եկավ այդ Արթուրիկըտ։ Ես դու վախդ լրիվ կորցրել ես։ Ես ընդհանրապես վախ չեմ ունեցել։ Ինչպես նաև տղամարդ չես եղել ու չկաս։
Առանց անձնական վիրավորանքների, Յուրի։ Դեսի ջեպքիր։ Այդ կեղտ ես ուզում բռնես վերես։ Դու չես մտածում, որ այդ կեղտի մեջ քեզ եմ տաղելու։ Գիտես, ես այդ Արտուրիկի խելքի վրա եմ զարմանում։ Չի հասկանում ինքը, որ դու կարող ես թքած ունենաս իր աղջկա վրա ու բանը հասնի նրան, ես զայրանամ ու ինքը ընդհանրապես չտեսնի իր աղջկան։ Արա դու մատով չես կպնի այդ երախուն, այս սրպապիղծ։ Այս հոգով ու սրտով էլ երախը կռիվ էիր տալի դու։ Այդ քո սուրբ հոգին ու սիրտը ուր էին այն ժամանակ, որ երեխուդ գցում էիր որփանոց, պատերազմ էիր գնացել, թե մեռել էիր։ Ասի աչքերդ կհանեմ այ սրպապիղծ ջեպքիր։ Դու քեզ հետ երբեք մարդավարի խոսել ու մարդ լինել չարժի։ Եթե ես մարդ չլինեի, Դու որ մարդ լինեիր ընդհանրապես, իմ այսքան արածից հետո գլուխդ կախ, պետք է ման գայիր, ոչ թե կեղտոտ ճամփեքով փորձեիր մտնել իմ կյանքի մեջ։ դա մաքուր խաղ ես ուզում, հա, Յուրիկ։ Իսկ դու ինձ հետ երբևէ մաքուր խաղացել ես։ Այս անհաջողությունների հետևից, որ թափվում են գլխիս։ Ես դրա մեջում մեղադրեմ, եթե ոչ քեզ։ Դու լսե այդ ջեպքիր։ Դու քո կյանքով այնքան մարդու ես վատություն արել, որ լիքը ցանկացողներ կլինեն քեզ վերացնելու։ Բայց ես մենակ քեզ եմ տեսնում, Յուրիկ։ Մենակ դու ես աչքիս գալիս, ինչ անեմ։ Ինչ անես։ Հենա կանգնած եմ դեմդ։ Ասա, ինչ ունես ասելու։ Խոսա, ասա, դեմքիս ասա, քեզ ինչ հետաքրքրում։ Արտուրիկն է հետաքրքրում, թե Արտուրիկի տատիկի գերեզմանն է հետաքրքրում։ Թե իմ ու Անժելի տղեն է քեզ հետաքրքրում, այս սրպապիղծ, որ քո քավորությամբ արդեն բացել ես այդ երեխեքին։ Չեղավ, Յուրիկ, չեղավ։ Արդեն շատ հեռուն ես գնում։ Պետք չի։ Այդ դու ես շատ հեռու գնացել։ Հասել ես ընդ այդ ջեպքիր, որտեղ որ բոլոր ճանապարհները փակ են։ Յուրիկ, մինչև դու ստեղ երկար ճառ ես ասում, մինչև փորձում ես իմ մեջ վախ ներշնչել, Արտուրիկի շանսերը գնալով փոքրանում են երեխուն ստանալու համար։ Հա, ներախոսը դու զանգի։ Ում։ Դու քո շեներին ում։ Զանգի ասա, թող երեխուն վերադարձնեն։ Դու չէ, սպասի է։ Չէ, այդ ցավը տանեմ, այտենց հեշտ չի արվում, ոնց որ դու պատկերացնում ես։ Համել ես շուն չունեմ, այդ քեզ համար են մարդիկ շուն։ Ինձ համար մարդը մարդ է, անկախ կատարած գործից ու պաշտոնից։ Հետո ինչ անենք, որ իրանք սենց կոպես կիլոներով աստղեր չեն կախում իրանց վրա։ Լսի իմ ընկեր ջեպքիր, եթե չես ուզում, որ սա քո կյանքի վերջի օրը լինի, զանգի թող երեխուն պետեն։ Պապ, որ գազ վերցնես ինձ դասից, ուր են գնալու։ Տուն են գալու, բալես, տուն։ Ամեն օր որտեղ գնանք, մաման կնեղանա, կջղայնանա, լավ։ Որ այդպես է հանգստյան օրերին կգնանք։ Եղավ, պայմանավորվեցինք։ Ոնց եմ ես քո ներմանը արժանանալու, բալես։ Այդ կարող ես զուգարան ես ուզում գնաս։ Ինչից որոշեցիր, որ։ Այ հա, եթե քեզ խելոք չպայես, ես իմ ձեռքերով քեզ զուգարանում կփակեմ։ Դու բալիկներ չունես, դրա համար է քեզ այսքան վատ ես պահում։ Ես քո հորպես տարիք սառած բիձամարդ չեմ։ Ջայլ տղա եմ, դեռ բալիկներ կունենամ։ Բիձեն դու ես, պապայից բան չասես, թե չէ ես քեզ զուգարանում կփակեմ։ Հա, դե դու կփակես։ Այդ լեզուն որ քո բերանն է, կփակես։
Պապաս քեզ ընենց հացեցելու, որ դրանից հետո դու հաստատ տունն ես մնալու։ Այդ ինչից իմացար, որ ես պսակված չեմ։ Իսկ քեզ հետով կամուսնանա ոչ մեկ։ Ինչի՞։ Ինչ սա պակաս։ Սիրուն սիմպատիշնի տղա եմ, տեսքն ունեմ, փողն ունեմ, դե քիչ թե շատ։ Բայց խելք չունես, խելք։ Մարդը քարից է ստեղծված, եթե նմանատիպ տանջանքներից հետո դեռ ողջ է մնում։ Հիմա ապրեք, դե շտապօգնություն կանչում։ Բայց Սպարտակ ջան, շունչ քաշեր, հանգստացիր, իր սենյակում է։ Քեջը, ոնց է, մամա ոնց է կարող արդեն ունեցել է երեխան։ Սպարտակ ջան, հիմա Էմիլին տանել հիվանդանոց պետք չի, ես բժշկին զանգել եմ, ասեց, եթե կրկրվի ցավերը, դադարել են ցավերը, եթե կրկրվի նոր կբերեք։ Հայ հորը Սարևելոին ունեիք լեղաճակ արիք, մամա ջան։ Գնա մոտ։ Իսկ ես մտածեցի երեխին կծնվի ու դու կողքից չես լինի։ Հորս արավ գիտես ոնց է մեկ էտունսկի, ես չեմ ջոգե։ Կներես։ Գիժես։ Եթե երեխան ծնվել լինի, դու տանը չլինես, մենք քեզ ոչ էլ կզանգենք։ Լավ չես։ Ես քո բարերը շատ լավ գիտեմ։ Պատկերացնում եմ ինչ կանես։ Ոյսուս։ Միշկան կամերա կա, տակը ճապալով գնացել եմ, ոտս մի վարկյան գազից չեմ անը։ Արալի ես ունեմ տանում մուծում եմ, բայն չունևորներն ինչ ասեն, արա։ Սպո ասացիր դուրս ես գալիս մաքրոտ չնչելու։ Ուր կորար։ Դե բանը գործ եղավ, այտենց գնացի, էլի։ Ինչ գործ։ Գործեր էլի կյանքս, դե մենք ոնց բացատրեմ ինչ գործ։ Համե դու այդ Եվանից սկսար իմ գործերով հետաքրքրվել որ։ Դե մի ոնց ասեմ, որ գնացել էի հորդ գլուխը վրից թռցնեի արա։ Գնա քո գործին։ Խանդում ես։ Ինչին գործին։ Հա, ինչ իմանաս ինչ գործա։ Մարդ ես էլի, կնիկս հղի է, կարող եմ հատանը։ Իսկ ինձ չի էլ հետաքրքրում։ Ոնց կարամ ես քեզ չհետաքրքրեմ կամ իմ գործը, ինչ ես խոսում։ Պարզ եւ հասարակ չես հետաքրքրում ու վերջ։ Ոչ եմ բարի շենք։ Բայց ես խռով չեմ։ Ինչ, տղես ինչ ասում, ծնվում է թե ոնց։ Ինքն էլ քեզ նման տարօրինակ է, գիտես, իրանից էլ բան չեմ հասկանում։ Լավ իշ ջոգել եմ ինչ ա եղա։ Ուզեցել է ծնվի, մեկ էսս ջոգել է հոպ, հերը տունը չի, ասել է ստոպ։ Ախպեր ես ծնվողը չեմ, միջև հերս չգա։ Այտենց է թե չէ։ Ես վախենում եմ պատկերացնել, թե դու ես երեխուն ինչ ես դարձնելու։ Բայց խի պետք է դարձնեմ կյանքս։ Ինքը հենց իմ նման է ծնվելու։ Ոչ ճիշտ եմ ասում, եթե կարևոր գործեր ունես, գնա քո գործին։ Բժշկի ասած ժամն անցավ ու ցավերը չկրկնվեցին։ Խանգարում եմ ախպեր։ Չէ, Դե բայ էլ իշ կա։ որ դու իմ կողքին ես, ինձ ավելի հանգիստ ու ապահով եմ զգում։ Բատենում ես։ Ոչ իմ տղես հենց ծնվի ինձ խաբարա։ Անպայման։ Տենաս հերս հանդիպեց այդ ջեպկինին։ Այ ախպերս, քեզ չթվա թե եկար ինձ աղ տվեցիր, վախեցրիր, հրաման տվիր, ես էլ անմիջապես հրամանդ կատարեցի։ Ես պիտի իմանամ, թե ինչի դիմաց եմ տալիս Արթուրիկի աղջկան։ Լսի կարող է քեզ թվում է, թե դու ինձ իմ դիրքերից պետք է գցես։ Դու Արթուրիկ չի ով ուզում է լինի, ում ուզում ես բռնի, ինչ ուզում ես արա, ինչքան փող ուզում ես տուր։ Ոչ մեկ քեզ չի կարող այն զենքը տա, որ ինձ գետին տապալես։ Ասեմ ինչի, որտեվ չկա այդ զենքը։
Դու ուզում ես, որ ես Արթուրիկի աղջկան բաց թողնեմ։ Ես չեմ ուզում։ Ես հրամայում եմ։ Քո հրամանը կկատարվի իմ հրամանի դիմաց։ Յուր ջան, եթե ուզում ես, որ ես Արթուրիկի աղջկան բաց թողնեմ, ուրեմն դու պիտի ինձ օգնես։ Պիտի ձեռ բռնես։ Մի րոպե, չեմ ավարտել դեռ։ Պիտի տաս ինձ այն գումարը, որ չտվեցիր բաժնետերերի ժողովի ժամանակ։ Մի րոպե, դեռ շարունակում եմ։ Դրանից հետո դու մոռանում ես քո ընտանիքի անդամների հետ միասին իմ տան ճանապարհը։ Մոռանում եք երեխուն, որ իմ տանն է։ Ու դրանից հետո ընդհանրապես իմ տան դռները փակվում են քո առաջ։ Էնպես որ Բեկնազարյանների բարեգործական ակցիան ավարտվեց արդեն սրանով Յուր ջան։ Ու սրանից հետո կլինի այնպես, ինչպես դու էիր ժամանակին վարվում ինձ հետ։ Այ մենակ այդ դեպքում դուք կարող եք ստանալ Արթուրիկի երեխուն։ Աչքով չտանք, գործերներս լավ է, օրորի մարդիկ շատանում են։ Արա մտքերով ուր ես ասել։ Արա մի ներվերս կեր, որ հետդ խոսում եմ արձագանքի։ Են աղջկա սեղանին մոտեցար։ Որ աղջկան։ Են լացող աղջկա։ Հա, սուրճ էր ուզում ինքն էլ դառը։ Ինչ ես հարցնում, որ։ Սիրունա, չէ։ Ինչ իմանում սիրունա թե գեշա, ուշադրություն չեմ դարձրել։ Համել քեզ ինչ։ Տենաս ինչի հալացում։ Ինչ ես ասում, չմոտենամ հարցնեմ։ Ֆրիկ, մենք ստեղ հաց ենք տալիս, ոչ թե հոգեթերապիայի դասեր, տենց են չի ասում։ Ապեր մոտը թաշկինակ կա։ Կարող եմ այլ ուզում ես մոտիկանաս։ Կա թե չէ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ինչ-որ մի բանով կարող եմ օգնել։ Ոչ։ Հարկավոր չի ինձ դա։ Ինչ-որ բան ունեք ասելու։ Չէ, ուղղակի շատ սիրում եք, շատ համայիչ, բայց չեմ հասկանում, ինչ եք լաց լինում։ Որ խնդրեմ կհեռանաք։ Թաշկինակը չօգնեց։ Վիճոք։ Բայց Սիրարվեցի։ լաց կան աղջկան, հա։ Վիճոք դու գիտեիր, որ մարդիկ լաց լինելուց էլ են սիրուն լինում։ Լավ որ մոտեցար, ինչ ասեց։ Հույս կա, հա։ Կարող է աղջկա ամուսնացած է։ Չէ, ինչ ես ասում։ Ես միանգամից իր հայացքից էլ հասկացա, որ ինքն էլ ինպես սիրահարվեց, հենց սկզբից։ Բայց հեչ չի ասի, որ ինքը սիրահարվել է։ Նայի։
Ինչ եղավ, արա։ Գնաց։ Բա ինչի մի բերան չասեցիր, չհասկացա։ Ասի, որ ինչ անել։ Վալ պայ։ Ուր, ֆրիկ։ Այդ տղա ուր ես վազում, այդ ոտերի տակ նա ինչ ա եղել։ Բադ խնդրում եմ տանում, ես ժամանակ չունեմ, էլի դու բարձրացի վերև ես կգամ։ Ինչ ա եղել, սուր էր գնում ֆրիկը։ Բա չիմացա ինչ եղավ։ Ֆրիկը սիրալվել է։ Եթե իմանայի։ Որքան եմ լաց եղել ես։ Որ ասում էի։ Այդ քո պահանջներով քո դատավճիրն ես կարդում։ Եթե դատավճիրն արդար է, ես պատրաստ եմ ընդունելու։ Այ։ Արա դու կյանքում հենց քո բարուրից ընդհանրապես արդարությունը գիտես ինչ բան է։ Լավ է, ցախ թողնենք։ Հիմա կարիք կա պայմանս կրկնելու, թե միանգամից անցնենք ձեռքսեղմումի։ Ինձ թվում է պետք է Ագնեսի համաձայնությունը ստանանք։ Ագնեսի համաձայնությունը, քեզ էլ թվում է ես չեմ նկատել, հա, ոնց եք միացել իրար ու դոշ դեմ տված գալիս եք ինձ վրա, ուզում եք ինձ կոտրել, չի ստացվի։ Լսի Յուր, Ագնեսի ուղեղը հերիքում է այնքան, որ տղամարդկանց գցի իր ցանցը, իսկ գործի մեջ ուղեղը դու ես։ Միլեսի քեզ ինչ եմ ասում։ Ես քո պայմանները էլ չեմ ընդունելու։ Սա լինելու է քո վերջին պայմանը։ Հասկացար ինչ եմ ասում։ Իսկ ինչ վերաբերում է թորանս, դու քո կյանքով ես պատասխան տալու, ջեպկիր։ Քեզ վերացնելու եմ երկրագնդի երեսից։ Հասկացար։ Հիշի մեզ ասածները։ Դու նույնիսկ մոռանալու ես, որ աղջիկ ունես։ Եղավ, անպայման կհիշեմ, ու չեմ մոռանա։ Դու հիմա ինձ ուրիշ բան ասա։ Ուզում ես Արտուրիկի աղջկան ստանալ, թե Չեղյալն ենք համարում են ինչ որ պայմանավորվեցինք։ Լսի կարպիչ, թորանս արի շրջանցենք։ Չեղավ, ես առանց հետ էլ հեշտ պայման եմ դեմ տվել քեզ, ընդամենը երկու կետից է բաղկացած ու հաստատ փոփոխություններ չեն լինելու։ Էդ է, վերջ։ Ասա թո բաց թողնեն Արտուրի աղջկան։ Այսինքն համաձայն ես։ Որպեսի կես ժամից երեխին ելնի ծնողների մոտ։ Իսկ դու էլ պատրաստվի։ Յուրիկ, Յուր, ժողով անել պետքա, թե ես կարող եմ ինձ անհրաժեշտ գումարը վերցնել։ Վախենամ չհասցնես ծախսել։ Լսում եմ Յուրի։ Կյանքս ձենցում չկա մեր տաղուց։ Ինչ, այսօր է չի ուզում ծնվի։ Կյանքս։ Այքանքոց։ Իվարկյան չենք խոսում, քնում ես տնաշ։
Ոնց է եմ կան։ Լավ, քնած։ Նստի Սպարտակ։ Վռազել էիք։ Տղես չէր ուզում։ Լույս աշխարհ գա։ Դու ճիշտ էլ անում է։ Ուր գես կեղտոտ աշխարհը որ։ Ինչ է պատահել Սպարտակ։ Ինչի ես չարացել։ Դու որ ես կյանքից միշտ գոհ ես եղել։ Դու ոնց չչարանամ, է։ Քանի կարպիչի պես ջեպկիրներ ես երկրի վրա ապրում են, ես հայել պետք է չարանամ։ Ինչ է պատահել։ Ու չխափես։ Պարզ տեսնում եմ, որ կարպիչի հետ խնդիրներ կան։ Դու ինչքան ասում ես ջանդամ, բանի տեղ չդնես, աչք փագես, այնքան էդի հաբրգում ու ավելի է սկսում կեղտոտ բաներ անել։ Հիմա ինչ է արել։ Այն Արտուրիկի երեխուն է գողացել։ Ուզում է այդ Արտուրիկի երեխու մոմենտով հորս խեղճացնի, էլի վրան կեղտ բռնի, հորս վրա գործ բացի այդ։ Մի րոպե համբերի։ Ես ասածներից հետ բան չհասկացա, մեր վարորդ Արտուրը երեխա ունի։ Մամայի հիմա այդ ինչ կապ ունի, չեմ ջոգում։ Համել ունի որ գողացել է, որ դրան մեր դեմ օգտագործի։ Այսինքն պապայի դեմ, էլի խեղճացնի ինֆորմացիա քաղի, էլի։ Ապշելու բան։ Դա ինչ մարդ է, հրեշա։ Հա, բայց պապայի դեմ ինչ ինֆորմացիա է ուզում ստանա, կամ այդ Արթուրը ինչ կարող է հորդ մասին իմանալ, որ այդ կարպիչին օգուտ լինի։ Մամա ջան, չես ջոգում, որ այդ իր քիթը պապայի անցյալի մեջ է մտցնում։ Ապորինի որդու հետ կապված ինֆորմացիա է ուզում ստանա։ Տոխի մենակ որդու որ, բա մերը։ Ջեպկիրն ուզում է հորս գլխին սարքի, փագի, բայց չգիտի, որ ես էլ չեմ մեռը։ Ինչ ես լռում։ Բա ինչ ասեմ, մամա ջան։ Հայրը դուրա։ Գիտի իրան ինչ վտանգ է սպառնում։ Դե երևի այդ գործերով է, էլի մամա ջան։ Երևի հիմա գնացել է Ջեպկիրի մոտ ու փորձում է Արտուրիկի երեխուն հետ վերցնի։ Սպարտակ, բայց չասեցիր, այդ կարպիչը ինչ կարող է հորդ անցյալից իմանալ։ Մամա, ես հիմա դուրս եմ գալի, քանի եմ կնքնածա։ Գնամ տենամ պապան ուրա խոսամ, հետո ջոգեմ ինչ-ինչոց է։ Բայց ես ինչ որ խոսացինք մեր մեջ ամանում, մամա։ MK-ին ոչ մի խոսք։ Լավ։ Բնականաբար։ Այդ երեխեն էլ է մեղք։ Իր հոր արածների պատճառով մի օր կգժվի դա։ Եթե էլ այդ ցավա ինչա բռնի, զանգի։ Ես փախչում ես, որ չլսեմ, ինչ ես խոսում։ Հա, չեմի, վախեցա քեզանից։ Աչքդ լույս, կերուդ վերադարձնում ես հայրենիք։ Հա, շեվ, վերջ, հեր գալիս է հետևից։ Դեբիլ, հերը գա, որ մի երկու չապալախել մռութի տարա, չէիր ասում տանտեղ գիտես դրանց։ Հա, շեվ, գիտեմ։ Ահա, դե որ գիտես տանում թողնում ես իրանց տան հայատում ու դու փախնում ես ըտեից, եղավ։ Շեվ, բա չի կորի։ Արա, քեզ չկորցնի այդ երեխեն, ինքը չի կորի։ Գիժես, ինչ ես քեզ ու քեզ ծիծաղում։ Վեր կաց քեզ տուն եմ տանում։ Չեմ հավատում։ Ես տեղից չեմ վերկանա, միջև չխոսեմ պապայիս հետ։ Կգնաս տուն, բոլոր բարեկամներիդ կհավաքես հերթով սաղ հետ կխոսաս, իսկ հիմա վեր կաց, դավայ։ Հեռախոսս տուր, ես պետքա զանգեմ պապայիս, դու ինչ չի պիտի ասես։ Տուր ասում եմ։ Ժակնին բալես։ Պապ, ուրեմն ես ձյաձյան։ Բալես ոնց ես։ Հլինձ ասա տելամ օքես չեն նեղացրել, այդ ձյաձյային հանգիստ թող։ Չէ, պապ, չեն նեղացրել։ Բալես չեմ համբերում, թե քեզ երբ պետքա տեսնեմ, ցավատ տանեմ։ Իսկ քեզ չեն նեղացրել, պապ, դու լավ ես։ Ուշը անջատի հեռախոսդ։ Իսկ դու չասես ես ինչ անեմ, եղավ։ Ինչպիսին է լինել օրը նաև Սպարտակի արձագանքը, երբ իմանամ, որ երեխուն էլ չեն կարող տեսնել։ Ես ինքս ինձ եմ խոստանում, եթե կարպիչին չվերացնեմ, ու ես բոլոր հարցերը չլուծեմ,
ապա ես ուղղակի ապրելու իրավունք չեմ ունենա։ Աղջիկն ազատ է։ Գիտեմ։ Նոր հետը խոսացի։ Բայց դու էլի դժգոհ դեմքով ես։ Ես կարող եմ իմ ու Կարպիչի հարցերը լուծված համարել։ Եթե դու համարեցիր, որ քո Կարպիչի հարցերն է, հա։ Եթե տենց ես համարել, կարաս համարել, որ վերջացած է։ Ինչ որ բան կա, որ ես պիտի իմանամ։ Ինչ ունեցա ես Արտուրիկի երեխուն 2 օր պահելով։ Թերևս փող ու մեկ ընդմիշտ ազատեցի թորանս Բալայաններից։ Վատ չի, բայց էլի իմ ուզածը չեղավ։ Չհաշված, որ Յուրիկին վերջնականապես գազազացրի ու գցեցի ջանիս։